Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, եթերում պրեսինգն է։ Այսօրվա իմ զրուցակիցը քաղաքագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, շնորհակալ եմ պարոն Պողոսյան հրավերս ընդունելու համար։ Իդեպ մեր հարցազրույցին երբ պատրաստվում էի, ես թերթում էի մեր նախորդ հարցազրույցները անցյալ տարիների, հարցազրույցները այս վերջին, եւ շատ հետաքրքիր էր հետեւել այն կանխատեսումներին, որոնք այսօր արդեն իրականություն են դառնում։ Մի քանի մեջբերումներ անեմ, ձեր հարցազրույցներից, երբ որ դուք ասում եք, որ Փաշինյանի կողմից կա հստակ դավաճանություն, ժողովուրդն ունի իրավունք ունի թե ապստամբության, թե հեղափոխության։ Ասում եք, որ կարող են հռչակել Նիկոլ Առաջինի միապետություն, Հայաստանին տալ Արագածյան հանրապետություն անունը, եւ մարդիկ պետք է պատասխան հարց տան իրենց, լինելու են այս տարածքում որպես հայեր, թե չեն լինելու։ Սահմանադրական փոփոխությունների մասին եք խոսում, որը թելադրված է թշնամու կողմից, ասում եք, որ Փաշինյանը պետք է վաղուց ձերբակալված լիներ, պետական դավաճանության հանցակազմերից մեկը թշնամու կողմն անցնելն է, եւ նաեւ հենց կոնկրետ սահմանադրության մասին ասում եք, որ եթե մենք հասել ենք մի այնպիսի իրավիճակի, երբ Հայաստանի իշխանություն կոչվածները նոր սահմանադրություն են ուզում անել թշնամի պետությունների պահանջով, ուրեմն մենք սուվերենության, անկախության որևէ նշույլ չունենք։ Սրանք ձեր խոսքերն են տարբեր հարցազրույցներից, եւ մենք քննարկել էինք, զուգահեռներ էինք անցկացրել 1920 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված Ալեքսանդրապոլի պայմանագրի հետ զուգահեռները շատ ցայտուն են, առանձնացրել եմ նաեւ որոշ հատվածներ։ Եվ ահա Փաշինյանը գնում է սահմանադրական փոփոխությունների, Ալիևը արդեն քանի տարի, Էրդողանը այդ թվում հայտարարություններ են արել, որ պետք է փոխել սահմանադրությունը, որ տարածքային պահանջներ են պարունակում դրանք, նկատի ունեն Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած 15 թվականի հայոց ցեղասպանությունը, նրանք համարում են Արևմտյան Հայաստան ձևակերպումը որպես տարածքային պահանջ, նրանք պահանջում են, որպեսզի Արցախի հատվածը ընդհանրապես դուրս գա, այսինքն անկախության հռչակագիրը կտրվի առհասարակ Հայաստանի սահմանադրությունից, եւ ընդ որում Ալիևը չի պատրաստվում իր սահմանադրությունը փոխել, որը հստակ տարածքային պահանջներ ունի, եւ նույնիսկ այն, որ իրենք հռչակում են 100,000 քառակուսի եւ ավելի տարածք Ադրբեջանի համար, դա Հայաստանի տարածքի հաշվին է։ Մի խոսքով Հայաստանը գնում է դրան, Նիկոլ Փաշինյանը օրերս ասաց, որ նոր սահմանադրությունը պետք է ունենա տարածաշրջանային բովանդակություն։ Այս ձևակերպմանն էլ խնդրում եմ կանդրադառնաք, եւ արդարադատության նախարարը Փաշինյանի թիմի ասաց, որ արտահերթ պրոցեսների արդյունքում, այսինքն խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո հանրակրվեն են կազմակերպելու սահմանադրության, որով այո, սպասվում է անկախության հռչակագրից ձերբազատում փաստորեն։ Խնդրեմ, ուր ենք հասել։ Կարճ ասեմ, որևէ բան չի փոխվել իրականում այս ամբողջ ընթացքում, ակնհայտ էր, որ Փաշինյանի քաղաքականությունը թելադրվում է Ադրբեջանի, Թուրքիայի կողմից գրեթե բոլոր ուղղություններով, սահմանադրության պահանջից սկսած, վերջացրած տարածքային զիջումներով, գաղափարախոսության փոփոխությամբ, ցեղասպանությունից հրաժարվելով եւ այլն, փոխվել է միայն այն, որ մենք մոտենում ենք վերջակետին։ Այսինքն հանձնման գործընթացի վերջին ենք մենք մոտենում, որովհետեւ ակնհայտ է, որ այդ խաղաղության պայմանագիրը մեզ խաղաղություն չի բերելու, եթե նույնիսկ այդ խաղաղության պայմանագիրը կնքվի, վավերացվի, դա չի ձերբազատելու Ալիևի ձեռքերը նոր ագրեսիա իրականացնելու, արտաքին քաղաքականության մեջ մենք չունենք որևէ դաշնակից Փաշինյանի քաղաքականության կամ դրա ձախողման պատճառով, եւ Հայաստանին սպասում է շատ մռայլ ապագա։ Ցավոք սրտի սա է իրականությունը։ Դա տեսանելի էր 2021 թվականին, 22 թվականին, հիմա առավել եւս տեսանելի է եւ մենք մոտենում ենք վերջակետին։ Եվ եթե որևէ բան երկրում չփոխվի, իրականանալու է այն, ինչի մասին դուք հիմա խոսում եք, որ ես խոսել եմ 21, 22, 23, 24 թվականներին, իրականանալու է այն, ինչ որ ես հիմա եմ ասում։ Դրա համար իսկապես մեզ համար եկել է վերջապես սթափվելու ժամանակը։ Եթե մենք չենք սթափվում
չենք գիտակցում, թե ինչ ահռելի վտանգի առջև ենք մենք կանգնած, Հայաստանի Հանրապետությունը կարող է որոշ ժամանակ դեռ ֆորմալ առումով դիտվել որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, որպես պետություն, բայց այդ հանրապետությունը այլևս որևէ ապագա չի ունենալու։ Ինչ կլինի։ Ոչ աշխարհաքաղաքական իմաստով, ոչ տնտեսական իմաստով։ Փաշինյանի քարոզչությունը ուղղված է նրան, որ եկեք հրաժարվենք մեր այդ ազգային նպատակներից, ազգային ինքնությունից, դրա փոխարեն մենք կունենանք խաղաղություն, ապաշրջափակում, տնտեսական զարգացում եւ մենք կարող ենք ապրել սովորական, նորմալ մարդու նման, որպես սովորական ժողովուրդ։ Դա չի լինելու, որովհետեւ դա կարող է լինել միայն այնպիսի պայմաններում, երբ որ մենք ունենայինք նորմալ հարևաններ։ Մենք չունենք այդ նորմալ հարևաններին եւ հետեւաբար Հայաստանի համար գոյատևման ու զարգացման միակ նախադրյալն է ազգային ինքնությունը պահպանելը, ինչը Փաշինյանը ձգտում է վերացնել նաև սահմանադրության մակարդակով։ Եվ Ալիևի պահանջը, Էրդողանի պահանջը փոխելու սահմանադրությունը կամ նոր սահմանադրություն ընդունելու հենց ուղղված է դրան։ Եթե դու չես ունենում անկախության հռչակագիրը որպես քո պետականության հիմք, դու հրաժարվում ես ամեն ինչից։ Եվ հիմա արդեն ինչ որ բան էլի փոխվել է այն առումով, որ Փաշինյանը այլևս այդքան մեծ խորամանկությամբ ու վարպետությամբ չի թաքցնում իր իսկական նպատակները, արդեն եկել է բաց խոսելու ժամանակը։ Ինքը կթաքցներ, բայց Ալիևը պահանջները հստակ քանի ներկայացնում է, որ պահանջները դրված են եւ արա։ արագացվում է այդ գործընթացը, Փաշինյանը արդեն հստակ ասել է, որ ցեղասպանության դատապարտումը եւ այլն ընդհանրապես Հայաստանի արտաքին քաղաքականության էլեմենտ էլ չի, այսինքն ցեղասպանության հրաժարման ուրացման գործընթացը ամբողջական մեծ process-ի մեջ է։ Արցախից հրաժարումը նա կարողացավ ձևակերպել նույնքան դավաճանական սահմանադրական դատարանի միջոցով, բայց դա էլ չբավարարեց թուրք-ադրբեջանական տանդեմին։ Եվ հիմա իրենք պարզապես պահանջում են, որ Հայաստանը փոխի սահմանադրությունը, հրաժարվի այդ բոլոր ազգային նպատակներից եւ դա նախապայմաններից միայն մեկն է, որպեսզի Ադրբեջանը բարեհաճի Հայաստանի Հանրապետության հետ կնքել խաղաղության պայմանագիր։ Բայց նրանք ժամկետներ չեն նշում ու եւ իրենց պետք չէ այդ պայմանագիրը։ Հայաստանը ես կարծում եմ, որ այստեղ էլ օգտագործել եմ այդ արտահայտությունը, որ մուրացիկ դիվանագիտություն է իրականացնում։ Մենք մուրացկանի նման Հայաստանի Հանրապետությունը մուրացկանի նման խնդրում է, որ իրեն հանգիստ թողնեն, որ խաղաղության պայմանագիր կնքեն եւ այլն, բայց միջազգային հարաբերություններում նման բան չի լինում։ Երբ որ միջազգային հարաբերություններում ուժերի բալանսը խախտվում է այնքան մեծ չափով, որ դու այլևս քեզանից սուբյեկտայնություն չես ներկայացնում, դու պարզապես կորցնում ես քո գոյություն ունենալու իրավունքը։ Դա ցավոք սրտի, ինչպես կյանքի օրենքն է, այնպես էլ միջազգային հարաբերությունների օրենքն է։ Եվ միջազգային հարաբերությունները թեև ինչ որ առումով կարգավորվում են միջազգային իրավունքի կողմից, բայց այդ միջազգային իրավունքը երբևէ համեմատելի չէ դասական ներպետական իրավունքի հետ, որտեղ ներպետական իրավունքում դու ունես մեխանիզմներ հարկադրելու այն, ինչը որ գրված է սահմանադրությունում, օրենքում, այլ ակտերում։ Միջազգային իրավունքում այդ օրենքները հեղեղուկ են եւ չկա ամենակարևորը, այն հիմնական մարմինը, որը պարտադրում է, որ միջազգային իրավունքի սկզբունքները, նորմերը պարտադիր կերպով կիրառվեն համապատասխան պետությունների կողմից։ Եվ հաշվի առնելով նաև, որ այն աշխարհակարգը, որը ձևավորվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ՄԱԿ-ի հիմնադրմամբ, ՄԱԿ-ի կանոնադրությամբ, բավականին առաջադիմական մարդասիրական միջազգային իրավունքի սկզբունքներով, հիմա արդեն կարելի է ասել դադարել է գոյություն ունենալուց եւ աշխարհը կանգնած է նոր աշխարհակարգ ստեղծելու մարդահրավերի առջև։
եւ այդ աշխարհակարգը կարող է շատ ավելի դաժան լինել, քան թե 45 թվականից հետո ստեղծվածը։ Եվ ռեալ քաղաքականությունը պահանջում է, որ Հայաստանի Հանրապետությունը հաշվի նստի այդ իրողությունների հետ եւ ինչպես իր ներքին զարգացմամբ, զինված ուժերով, պաշտպանական անվտանգային կոմպոնենտներով կարողանա իր դիրքը պահպանել տարածաշրջանում, այնպես էլ ունենա վստահելի դաշնակիցներ։ Իսկ այդ բոլորը դրա հիմքերը այսօր Փաշինյանի կառավարությունը վերջնականապես քայքայել է։ Եվ երբ որ Ադրբեջանը, Ալիևը պահանջում են, որ Հայաստանը սահմանադրությունը փոխի, ինձ համար բոլորովին էլ անկկալ չէ, որ Փաշինյանը դրան այո է ասում։ Այն որ խաղաղություն պայմանագիր կոչված փաստաթուղթը, ինչպես 3 ավետվեց, արդեն ամբողջությամբ համաձայնեցված է եւ համաձայնեցված է բացառապես Հայաստանի կողմից զիջողությունների գնալու ճանապարհով, էլի զարմանալի չէ, որովհետեւ մենք այսօր արդեն հասել ենք այն մակարդակին, որ մեզ որևէ մեկը, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը, ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը այլևս սուբյեկտ չի համարում։ Բոլորի համար ակնհայտ է, որ Փաշինյանի քաղաքականությունը միտված է միայն մեկ բանի՝ զիջումների գնով պահպանել իր աթոռը, իր իշխանությունը։ Ուրիշ ոչինչ Փաշինյանին ոչ երեք, ոչ էլ այսօր չի հետաքրքրում։ Այնպես որ ցավոք սրտի այն կանխատեսումները, որ ես արել եմ, ընդ որում ընդգծեմ, որ միայն ես չեմ արել։ Այո, շատ շատերն են խոսել այս տաղավարում, այլ տաղավարներ։ Այնքան էլ բարդ բաներ չեն եղել, որ մարդիկ չհասկանան։ Ցավոք սրտի այդ կանխատեսումները իրականանում են։ Դրա համար եմ ես ասում, որ եկել է իսկապես թափվելու ժամանակը։ Եվ դա ուղղված է քաղաքական process-ի բոլոր կողմերին։ Պարոն Պողոսյան, կա մի երկիր, հա, որը իր սահմանադրությունը փոխել է ոչ միայն ուրիշի, այլ հենց թշնամի պետությունների պահանջով։ Ես նման նախադեպեր չեմ հիշում, նույնիսկ Գերմանիայի պարագայում, երբ որ Գերմանիային ստիպեցին, որ Գերմանիան, Արևմտյան Գերմանիայի մասին է խոսքը, սահմանադրություն ընդունի, այնուամենայնիվ ուրեմն օկուպացիոն տերությունները, այսինքն Սովետական Միությունը, Մեծ Բրիտանիան, Ամերիկան եւ Ֆրանսիան թույլ տվեցին, որպեսզի այդ սահմանադրության մեջ լինեն նաեւ ազգային նպատակներ, ուրեմն վերամիավորման նպատակը հստակորեն ամրագրվեց Գերմանիայի հիմնական օրենքում եւ այլն։ Սա իսկապես աննախադեպ իրավիճակ է եւ որևէ մեկը չի կարող իսկապես հերքել եւ որևէ մեկը չի կարող հավատալ այն հեքիաթին, որը պատմում է Փաշինյանը, որ մենք դա մեր սեփական կամքով ենք անում, որ հանկարծ ինչ որ խնձոր ընկավ իմ գլխին, որոշեցինք, որ սահմանադրության փոփոխությունը բավարար չէ, այլ անհրաժեշտ է նոր սահմանադրություն։ 20-21 թվականներից արդեն Ալիևը այդ պահանջը հնչեցրել է, այդ ֆորում դիվանագետների ներկայությամբ։ Ինչն է հերքում։ Չի թաքցրել Ալիևը երբեք։ Թուրքիան միշտ ունեցել է վերապահում մեր սահմանադրության նախաբանի նկատմամբ, բայց մեր նախորդ կառավարությունները ոչ առաջին նախագահի, ոչ երկրորդ նախագահի, ոչ երրորդ նախագահի ժամանակ որևէ անգամ նույնիսկ քննարկում չի կազմակերպել այն մասին, որ պետք է հանկարծ նախաբանը փոխել։ Բայց Փաշինյանը առնվազն 2 քայլ արդեն կատարել է։ Բացի նրանից, որ սահմանադրական դատարանը իր դրդմամբ, իր պահանջով ընդունեց համապատասխան որոշումը, երբ որ քննարկվում էր սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հարցը, այլ նաև հիմա ուղղակիորեն ասում է, որ մենք պետք է նոր սահմանադրություն ունենանք եւ նոր սահմանադրության գաղափարական հիմքն էլ ինքը վերջերս տարբեր կետերով վերաշարադրել էր, որի ուրեմն հանրագումարը մի բառով կարելի է ասել Հայաստանից, հայից, հայ ինքնությունից այդ սահմանադրության մեջ մնալու է միայն Հայաստանի Հանրապետություն բառակապակցությունը, ուրիշ ոչինչ։ Դա էլ ինչ-որ մի ժամանակահատվածի համար։ Ստացվում է Ալիևը ու Էրդողանը Փաշինյանին լավ օգտագործում են հայ ժողովրդի դեմ։
Այո։ Կարելի է հենց այդպես ասել, ոչ թե միայն Հայաստանի քաղաքացիների, այլ առհասարակ հայ ժողովրդի, ողջ հայ ժողովրդի դեմ, այդպես է ստացվում։ Այո, որովհետև ցեղասպանությունից հրաժարվելը դա պատմական հիշողությունից հրաժարվելն է, պատմական արմատներից հրաժարվելն է։ Եվ եթե մենք ունենայինք քիչ թե շատ գրագետ իշխանություն, իրենք կարող էին հանգիստ փաստարկներ բերել, որ ոչ անկախության հռչակագիրը, ոչ Հայաստանի Հանրապետության նախաբանը, որևէ տարածքային պահանջ ոչ Թուրքիայի եւ ոչ Ադրբեջանի նկատմամբ չի նախատեսում, չի սահմանում։ Սա ցեղասպանության հետ կապված խոսքը գնում է պատմական փաստի ճանաչման, դրա դատապարտման քաղաքական նպատակի մասին։ Այդտեղ որևէ խոսք չկա այն մասին, որ դրանով Հայաստանը տարածքային պահանջ է ներկայացնում Արևմտյան Հայաստանի նկատմամբ։ Չկա նման բան։ 11-րդ Որևէ հոդվածը։ կերպ դա չի մեկնաբանվել որևէ պաշտոնական մարմնի կողմից որպես տարածքային պահանջ։ Նույնը վերաբերում է նաև անկախության հռչակագրում այն հղմանը, որը արվում է 1989 թվականի վերամիավորման մասին որոշմանը Արցախի հետ կապված։ Այդտեղ հստակ խոսքը գնում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում ու պահպանում է Արցախի ինքնորոշման իրավունքը։ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը դա որևէ տարածքային պահանջ չէ Ադրբեջանի նկատմամբ։ Եվ եթե տարական ճշմարտությունները կամ մեր իշխանությունները չեն հասկանում, իսկ Փաշինյանի պարագայում ես նույնիսկ կասկածներ ունեմ, որ ինքը երկար ժամանակ չի էլ հասկացել դրանց տարբերությունները, հա, կամ էլ նույնիսկ եթե հասկացել է, չի կարողանում այդ արգումենտացիան բերել այն պարզ պատճառով, որ իր համար իր Հայաստանի Հանրապետության շահ, հայ ժողովրդի շահ նպատակներ գոյություն չունեն, ապա խոսել այն մասին, որ մենք ունենք կառավարություն, որը սահմանադրության համաձայն մեր ձեր իրավունքները պետք է պահպանի, դառնում է ավելորդ։ Եվ նորից եմ կրկնում, սահմանադրությունը փոխելու համար Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի, ես նույնիսկ չեմ բացառում, որ ինքը չնայած հայտարարվել է, որ դա արվելու է խորհրդարանական ընտրություններից հետո, առաջ ընկնի, եթե թուրք-ադրբեջանական տանդեմը ուղղակի ուլտիմատիվ կերպով արդեն պահանջի, որ փաստաթուղթը կստորագրվի եւ պատերազմ չի լինի մենակ այդ դեպքում։ Դա ես չեմ բացառում։ Բայց դա եւս չի երաշխավորում, որ պատերազմ չի լինի։ Միանշանակ, որովհետեւ ես ուզում եմ նորից ընդգծել այն միտքը, որ միջազգային հարաբերություններում ոչ թե իշխում է իրավունքը, այլ իշխում է ուժը։ Ուժի հիման վրա է ստեղծվում իրավունքը որոշ պետությունների, գերպետությունների համար, որոնք որ պահպանում են դա, էլի քիչ թե շատ չափով։ Թող տեսնեն Ուկրաինա, Ռուսաստան հակամարտությունը, խնդրեմ։ Պետությունների համար միջազգային իրավունքը այն բալասանը չէ, որին դու կարող ես ապավինել ու 100%-անոց երաշխիք ստանալ։ Միջազգային իրավունքը փոքր պետությունները պետք է օգտագործեն, բայց դա չի հիմնական միջոցը իր կենսագոյությունը պահպանելու համար։ Ես արդեն ասացի, որ Հայաստանի Հանրապետությունը իր վարած, նույնիսկ դժվար է վարած բառը օգտագործել արտաքին քաղաքականության հետևանքով, հիմա չունի որևէ դաշնակից եւ ինչին է ապավինում։ Ես ուղղակի հերոստադիտողին հիշեցնեմ անկախության հռչակագրի 11-րդ կետը, որը պահանջում են Էրդողանը եւ Ալիևը փոփոխել, հանել ընդհանրապես, հա, մեջ բերում են բառացի Հայաստանը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին, որտեղ է այստեղ տարածքային պահանջ։ Խնդրեմ, որտեղ է պահանջ, թող մեկն ու մեկը ցույց տա։ Այսինքն սա նշանակում է, որ տարածքային պահանջն էլ նույնիսկ չէ։ Հայի վերացման խնդիր է դրել իր պատմությամբ, իր ժառանգությամբ, իր հիշողությամբ, այսինքն պետք է ընդհանրապես վերացնել եւ հենց Փաշինյանը դա է անում։ Այո, տեսեք, տարածքային պահանջ հասկացությունը միջազգային իրավունքում հասկացվում է շատ
պարզ ըմբռնելի ձևով բոլորի համար պարտադիր չէ իրավաբան լինել կամ միջազգային իրավունքի մասնագետ։ Հարևան պետությունները վիճում են, թե այս կամ այն տարածքը ում է պատկանում։ Երբևէ դա է սահմանումը։ Այսինքն պետությունների միջև կա չլուծված հարց, թե իրենց միջև գոյություն ունեցող այս կամ այն տարածքը պատկանում է A պետությանը, թե B պետությանը, ուրիշ ոչինչ։ Հիմա երբևէ եղել է արդյոք Հայաստանի Հանրապետության կողմից, պաշտոնական մարմինների կողմից մի որևէ վեճ Թուրքիայի հետ կամ Ադրբեջանի հետ, որ այս տարածքը, այս հատվածը Թուրքիան վերցնենք, ասենք Արաքսից այն կողմ Հայաստանի Հանրապետության մաս է, կամ պետք է լինի Հայաստանի Հանրապետության մաս, չի եղել։ Նույնը չկա նաև Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում։ Եվ եթե դու քո նորմատիվ իրավական փաստաթղթերում օգտագործում ես պատմական տերմիններ, Արևմտյան Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Արցախի Հանրապետություն եւ այլն, դա որևէ կերպ չի կարող դիտվել որպես տարածքային պահանջ, բայց դա չի արվում Հայաստանի Հանրապետության կողմից, ես արդեն ասացի ինչ պատճառներով։ Դրա համար երբ որ նախաբանի մասին է խոսքը գնում, մենք պետք է շատ լավ գիտակցենք, որ նախաբանը մեր հավաքական ինքնության արտահայտությունն է։ Եվ հիմա Փաշինյանը ասում է, որ դրանից պետք է հրաժարվել։ Երբ որ նախաբանը դա նախատեսում է, որ կա ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջ Հայաստանի Հանրապետության իշխանությունների համար, որ կա պահանջ նախաբանում, որ Հայաստանի Հանրապետությունը սատարի Արցախահայության ինքնորոշման իրավունքը, դրանք ներպետական սահմանադրական իրավունքի տեսանկյունից պարտադիր հրամայականներ են իշխանության համար, որ իրենք պետք է դա կատարեն։ Հիմա Փաշինյանը ասում է, ես դա չեմ կատարում, իմ համար ցեղասպանության ճանաչման խնդիր չկա, Արցախահայության իրավունքների ինքնորոշման իրավունքի խնդիր չկա, եւ քանի որ ես այդպես եմ որոշել, ես փոխում եմ սահմանադրությունը։ Այսինքն ամբողջությամբ աղճատվում է սահմանադրության ու սահմանադրականության գաղափարը։ Սահմանադրությունը նրա համար է, որպեսզի կաշկանդի հանրային իշխանությանը, պարտադրի կատարել սահմանադրությունում ամրագրված դրույթները։ Հիմա Փաշինյանը շուռ է տալիս այդ հավասարությունը եւ ասում է, չէ, սահմանադրությունը դա իմ հայեցողության հետ է կապված, ես կարող եմ հենց հիմա խախտել այդ սահմանադրությունը, հրաժարվել ցեղասպանությունից, հրաժարվել Արցախահայության ինքնորոշման իրավունքից, հետո ես կփոխեմ այդ սահմանադրությունը։ Այսինքն արդեն այստեղ ակնհայտ է, որ Փաշինյանը իր կառավարությունը, իր կառավարող մեծամասնությունը ոտնահարել է սահմանադրությունը եւ շարունակում է ոտնահարել։ Եվ հետո խոսք է տալիս, որ հետո ես կփոխեմ այդ սահմանադրությունը, արդեն կհամընկնի նրա հետ, ինչը որ ես հիմա անում եմ հակասահմանադրական ձևով։ Հետևաբար, այո, Փաշինյանը պետական դավաճանության համար, թշնամու կողմը անցնելու համար, ինչպես նշել եք, պետք է ձերբակալված լիներ։ Ես դա նշել էի հիմնականում տարածքների հանձնման համատեքստով, տարածքների հանձնումը դեռևս չի ավարտվել, դեռևս ավելի վտանգավոր գործընթացներ են մեզ սպասում այսպես կոչված անկլավների հետ կապված, սահմանազատման գործընթաց կոչվածը առ այս պահը տվել է միայն մեկ արդյունք, միակողմանի զիջումներ Հայաստանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքներից Տավուշի մարզում եւ հաջորդ քայլը, ինչպես հայտարարվեց, լինելու է այն, որ Վրաստանի սահմանից սկսած իրականացնելու են սահմանազատումը, իսկ դա նշանակում է, որ հաջորդ քայլը լինելու են այսպես կոչված ադրբեջանական անկլավների պատկանելիության հարցի քննարկումը։ Բայց Վրաստանն էլ այստեղ կարող է իր պահանջները ներկայացնել, ասել, այս հատվածները իմն են Հայաստանի էսի։ Վրաստանի, չէ, անկլավները ուղղակիորեն ադրբեջանական Վրաստանի հետ որևէ սահման չունեն, բայց ուզում եմ ասել, որ հետագայում նույն լորի հետ կապված պահանջներ կարող են։ Վրաստանի հետ էլ մենք մինչև հիմա չենք հասել համաձայնությունների, թե որն է մեր եւ Վրաստանի միջև միջպետական սահմանը։
բանակցությունները երկար տարիներ, արդեն տասնամյակներ է, որ շարունակվում են, դեռ համաձայնությունների չենք եկել։ Այսինքն վերջնական դա հիմա որոշել են արագացնեն դա է։ Փառքաստո մենք չունենք Վրաստանի հետ ակտուալ տարածքային վեճեր, կան որոշակի տարաձայնություններ այս կամ այն հատվածների շուրջը, որոնք հնարավոր են լուծել բարի դրացիական խաղաղ մթնոլորտում, բայց դա երբևէ հնարավոր չէ համեմատել այն գործընթացի հետ, ինչը տեղի է ունենում Ադրբեջանի հետ այսպես կոչված սահմանազատման գործընթացում, երբ որ մենք գնում ենք միայն միակողմանի զիջումների եւ նույնիսկ հրաժարվում ենք այն կռվաններից, որոնք որ մենք ունենք իրավական առումով նույն Ադրբեջանի հետ կապված։ Ես առիթներ ունեցել եմ, եթե հիշողությունս չի դավաճանում, նաեւ այստեղ խոսել եմ նաև 1988 թվականի այդ ՀԽՍՀ եւ ադրբեջանական դեպքերի ժամանակ խոսել եք, այո, միջև կնքված համապատասխան արձանագրության մասին, որը Հայաստանի համար շատ ձեռնտու էր, որպիսի հիմք ընդունվեր այս սահմանազատման գործընթացի իրականացման համար, բայց արի ուտես, որ Հայաստանի Հանրապետությունը ինքն է հրաժարվում դրանից մտածածին պատճառներով, որ իբր դրանք գործող վավերական փաստաթուղթ չեն։ Այնինչ ես բազմիցս ցույց եմ տրվել, որ դրանք լիովին համապատասխանել են այն ժամանակվա խորհրդային սահմանադրությանը, խորհրդային Հայաստանի եւ խորհրդային Ադրբեջանի սահմանադրություններին, որ կառավարությունները նման իրավասություն ունեին վերջնական որոշումներ կայացնելու, այդ որոշումները կայացվել են եւ նույնիսկ դեմարկացիայի գործընթացն է իրականացվել, այսինքն ես անպայման հղումը կտեղադրեմ, փաստաթղթերը հենց ունենք, հրապարակել ենք մենք։ Այո, դա էլ մեր կողմից չի արվում։ Դրա համար այդ process-ը նաև դավաճանության դարձել է շարունակական գործընթաց եւ Փաշինյանի կողմից եւ այդ հանձնաժողովի հայկական կողմից նախագահ փոխվարչապետի կողմից եւ ընդհանրապես եթե մենք ամբողջական գնահատական ենք տալիս այն քաղաքականությունը, որը որ իրականացնում է այսօրվա վարչախումբը, դավաճանական քաղաքականություն է։ Ես ուզում եմ մի հատված կարդալ եւ զուգահեռ անցկացնենք Ալեքսանդրապոլի պայմանագրից 13-րդ կետը։ Հայաստանի կառավարությունը անվավեր է ճանաչում այն բոլոր պայմանագրերը, որ կարող են կնքվել եւ առնչություն ունենալ Թուրքիայի հետ ճիշտ այնպես, ինչպես եւ այն բոլոր պայմանագրերը, որ կկնքվեն ի վնաս Թուրքիայի շահերի։ Հիմա եկեք զուգահեռ անցկացնենք այսօր ներկայացված պահանջին։ Ալիևը ասում է, Նիկոլ Փաշինյանը այսօր կա, վաղը չկա։ Այո, ուղղակիորեն է ասում։ Ուղղակիորեն։ Ես ուզում եմ կնքել Հայաստանի, այո, ես չեմ կարող։ 2019 թվականին ասում էր, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ահա, հետեւաբար չունեն, չեմ վստահում նրան։ Հետևաբար նրանք ուզում են Փաշինյանի ձեռքով ամեն ինչ անեն։ Փաշինյանին ձեռք է տալիս իր իշխանությունը պահելու համար։ Մեկ այլ հատված կարդամ Ալեքսանդրապոլի այդ պայմանագրից։ Անկեղծորեն ձգտելով վերացնել Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների հետագա մեքենայությունները, որոնք կարող են խախտել երկրի անդորրությունը, Հայաստանի կառավարությունը համաձայնում է, բացի թեթև եւ երկրի կարգն ու անվտանգությունը պաշտպանելու համար բավարար քանակությամբ զենք ունեցող ժանդարմերիայից սահմանների պահպանության համար չունենալ այլ ռազմական ուժ, բացի 1500 զինվորից բաղկացած ջոկատից, 8 լեռնային կամ դաշտային հրանոթով եւ 20 գնդացիով զինապարտությունը Հայաստանում պարտադիր չի լինի։ Հայաստանի իրավունք է վերապահվում բերթեր ամրություններ կառուցել եւ այնտեղ դնել ծանր հրանոթներ այնպիսի քանակությամբ, որը նա հարկավոր կհամարի պայմանով, որ չդնի 15 սանտիմետրանոց տրամաչափի եւ հեռահար հրանոթներ, որոնք գործադրվում են ինչպես հայկական, այնպես էլ ուրիշ բանակներում։ Նման բազմաթիվ պահանջներ են դրվելու, հա, Հայաստանի առաջ եւ արդեն իսկ Ալիևը ասում է Հայաստանը բանակ չպետք է ունենա, Հայաստանը զենք չպետք է գնի, Հայաստանը սա չպիտի անի, Հայաստան սա է։ Եվ եկեք նաեւ նկատենք, որ մենք դեռ ծանոթ չենք այդ փաստաթղթին, թե ինչի շուրջ են վերջնական համաձայնությունների եկել, ինչ որ հոդվածների վերաբերյալ արվել են տարբեր տեսակի հայտարարություններ, պարզաբանումներ, բայց որևէ հոդվածի տեքստ
16 կամ 17 հոդվածի տեքստ մենք դեռևս չենք տեսել եւ չենք կարող հստակ հիմա ասել, թե արդյոք նման տիպի սահմանափակումներ այդ պայմանագիրը նախատեսում է թե չէ։ Կարող է ուղղակիորեն գրված չլինի, բայց կարող է անուղղակիորեն դա հանգեցնել նման իրավիճակի։ Բայց եկեք առաջ չգնանք, երբ որ այդ փաստաթուղթը կհրապարակվի, այդ ժամանակ արդեն շատ հստակ պարզ կլինի, թե որոնք են այն պարտավորությունները, որը որ Հայաստանը վերցրել է այդ պայմանագրով։ Ինձ հիմա հետաքրքրում է հետևյալը. եթե կա այդ պայմանագիր եւ եթե հայկական կողմը պնդում է, որ այդ պայմանագրի մեջ չկա սահմանադրություն փոխելու պահանջ, չկա միջանցք տալու պահանջ, չկա ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու պահանջ եւ այլն, բայց մյուս կողմից Ադրբեջանը դա ուղղակիորեն բազմիցս կրկնում է, որ դա պետք է իրականացվի, հարց է առաջանում ինչ արժի այդ թուղթը, որը որ դու ստորագրում ես։ Ոչ միայն դա, գուցե այլ թուղթ էլ կա, որը մենք չենք տեսնում։ Մենք ոչինչ չենք տեսնում, մենք կարող ենք հիմա խոսել միայն այն մասին, կամ պատկերացում կազմել այդ փաստաթղթի մասին միայն պաշտոնական խողովակներից եկող տեղեկատվությամբ եւ սա արտառոց է առնվազն այն առումով, որ խորհրդարանի падգամավորները, որոնք որ ներկայացնում են ընդդիմությունը, իրավունք էլ չունեն ծանոթանալու այդ փաստաթղթին։ Հարց է առաջանում, ումից եք թաքցնում։ Տեսեք, միջազգային իրավունքում, միջազգային իրավական պրակտիկայում ընդունված է, որ մինչև ստորագրումը որպես կանոն տեքստերը չեն հրապարակում։ Չեն հրապարակում ելնելով նրանից, որ դեռևս կարող է մինչև ստորագրումը ինչ-որ բան փոխվել եւ ստորագրումից հետո է այդ փաստաթուղթը բնականաբար հրապարակվում, բայց արտառոց է եւ խորհրդարանական պետությունում չի կարող նման բան գոյություն ունենալ, սակայն գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում, որ այդ համաձայնեցված փաստաթուղթը թաքցվում է ընդդիմադիր падգամավորներից։ Ընդդիմադիր падգամավորներին արգելված է ծանոթանալ փաստաթղթի տեքստին, ինչ որ մի տարբերակից սկսած այլևս մի քիչ ծանոթանալ, հետո նորից փակեցին։ Հնարավորություն չկա։ Դե ասած ես եմ որոշում, կուզեմ ցույց կտամ, կուզեմ չէ։ Ստացվում է արտառոց մի իրավիճակ, երբ որ Հայաստանի իշխանությունները վստահում են ադրբեջանական իշխանություններին, իրանք իրար հետ չունեն գաղտնիք, թե այդ նախագծի առաջին հոդվածում ինչ է գրված, վերջին հոդվածում ինչ է գրված, բայց այդ գաղտնիքը պահպանվում է падգամավորների նկատմամբ, այսինքն Հայաստանի իշխանությունները ծածուկ են պահում այդ փաստաթուղթը Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր падգամավորներից։ Հարցը առաջանում ինչու։ Ինչու չեք գնում այդ քայլին։ Մանավանդ երբ որ ստորագրման գործընթացը կարող է դեռ երկար ձգձգվել եւ ես կանխատեսում եմ, որ դա դեռ երկար ժամանակ է պահանջելու, իսկ եթե արագացավ կատարվելու է միայն այն բանի պատճառով, որ Փաշինյանը ամեն ինչն է արագ կատարում, ուրեմն մինչև այդ պետք է ընդդիմադիր падգամավորները իրավունք ունենան ծանոթանալու այդ փաստաթղթի հետ եւ եթե այնտեղ տեսնում են այնպիսի տարեր, որոնք որ ուղղակիորեն հակասում են սահմանադրությանը, իրենք դա պարտավոր են եւ իրավունք ունեն եւ պարտավոր են ներկայացնել հանրությանը։ Մենք պետք է իմանանք, թե ինչ կա այդտեղ գրված, կան արդյոք վտանգներ մեր համար եւ ինչքանով են այդ վտանգները կենսական կարևորություն ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Հիմա դա էլ չկա, մեզ ուզում են կանգնեցնել կատարված փաստի առջև։ Բայց դա Փաշինյանին էլ դեռ չի հաջողվում, որովհետև Ադրբեջանը կատարված փաստը կլինի այն ժամանակ, երբ որ Ադրբեջանը կստորագրի այդ փաստաթուղթը։ Բայց Ադրբեջանը չի էլ ստորագրում այդ փաստաթուղթը եւ այդ փաստաթղթին հավելյալ ներկայացնում է միգուցե ավելի ծանր պահանջներ, քան թե նախատեսված են այդ փաստաթղթում։ Այդպես էլ կա։ Ես միգուցե եմ ասում, որովհետև ես դեռ չգիտեմ, որպես իրավունքի մարդ, ես կարող եմ վերջնական իմ կարծիքը կազմել մենակ այն բանից հետո, երբ որ ես տեքստն եմ տեսել։ Բայց այն ինչ որ
արդեն բայց իսկ Ալիևը ասում է, հնչեցնում է եւ այստեղից չեն հակադարձում։ տեսեք, լիքը շատ նրբություններ կան, որոնք ինձ համար པարզ չեն, նույնիսկ Ալիևի ասելուց հետո, Փաշինյանի ասելուց հետո։ Տեսեք, վերջերս հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնվել է վերջին երկու պայմաններին, Ադրբեջանի կողմից ներկայացված պայմաններից մեկը, խոսքը տեքստի մասին է, միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու մասին է։ Հիմա շատ կարևոր է, թե ինչ է այդտեղ ուղղակիորեն գրված, ինչին է դա վերաբերում։ Վերաբերում է միայն նախորդներին, թե վերաբերում է նաև ապագային, թե վերաբերում է միայն այս պահի դրությանը։ Եթե միայն այս պահի դրությանն է վերաբերում, հետագայում, եթե Հայաստանը իր ապիկար դավաճանական քաղաքականության պատճառով ասել է, որ 1991 թվականից սկսած Արցախը Ադրբեջան է, ապա ոչ մի բան չի խանգարելու Ադրբեջանին հեղեղել միջազգային ատյանները տարբեր հայցերով Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելու։ Այդ թվում ֆինանսական պահանջներով, տարածքային պահանջներով նոր կապված արդեն իսկ կան։ Այո։ Եթե պայմանագրում գրված է, որ նախորդներից հրաժարվում ենք, չի բացառվում, որ հաջորդներում կլինեն։ Դրա համար եմ ասում, որ նրբություններ շատ կան եւ այդ նրբություններում է հենց շատ դեպքերում թաքնված լինում սատանան, ինչպես ասում են, բայց ակնհայտ է այդ փաստաթղթի ուղղվածությունը։ Ակնհայտ է այդ փաստաթղթի ուղղվածությունը եւ մեկ անգամ էլ կրկնեմ, այդ փաստաթուղթը չի բերելու խաղաղություն։ Չի բերելու խաղաղություն այն պարզ պատճառով, որ նույնիսկ Փաշինյանն է ասում, որ ուժի սպառնալիք կա, ուժ է կիրառվում, որ Ադրբեջանը ագրեսիվ նկարտումներ ունի, չեմ երաշխավորում, որ պատերազմ չլինի, որ բան հարցը առաջանում ինչի է պետք այդ փաստաթուղթը։ Փաշինյանի տեսանկյունից ինձ համար հասկանալի է ինչի է պետք այդ փաստաթուղթը։ Նա հույս ունի, որ այդ թուղթ թափահարելով պարլամենտական ընտրություններում լինի դա արտահերթ, լինի դա հերթական, եթե մինչ այդ ստորագրված է լինելու, ինքը յուրահավատ մարդկանց փորձելու է հավաստիացնել, որ ինքը բերել է խաղաղություն, այո, զբաղվել սովորական խաբեությամբ, ինչպես ինքը զբաղվել է իր իշխանության ամբողջ տարիներին։ Երեք ինքը հայտարարել է եւ տեղացի լրագրողների հետ ոտքի վրա մի քանի հարցերի պատասխանել, նշելով, որ ճանապարհ է տալու Մեղրիով, հա, ու ընդ որում այստեղ շատ կարեւոր է, որ ինքը ասում է, ինչ կապ ունի անունը, ինչ կդնենք ճանապարհ, միջանցք եւ այլն, սա այս հակարտն է, որ պետք է քաղաքացիները զգուշ լինեն եւ նաև նշել է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև, սա արդեն թուրք լրագրողների հետ զրույցում, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև ներկայությամբ կա ուղիղ երկխոսություն, եթե հաշվի առնենք մեր հարաբերությունների նախընթաց շրջանը, սա շատ կարեւոր է ու ցանկացած պահի ասում է հարց է քննարկում Թուրքիայի հետ Էրդողանի հետ, սա արձանագրենք, ֆիքսենք եւ նաեւ ասել էր, որ Թուրքիան եւ նախագահի եւ արտգործնախարարի մակարդակով հանդես է գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման օգտին Հայաստանը եւ Ադրբեջանը հիմա աշխատում են երկկողմ ֆորմատով, բայց նաեւ ուզում ենք, որ մեր միջազգային գործընկերները տեղյակ լինեն, թե ինչ է կատարում խաղաղության գործընթացում։ Այսինքն միջազգային գործընկերները տեղյակ լինեն, բայց հա օգտին այդ համաձայնագրի ստորագրման օգտին բուն գործընթացը արվում է Թուրքիայի հետ։ Թուրքիան է դառնում այդ խաղաղության պայմանագրի երաշխավորը։ Իրականում Փաշինյանը հրաժարվելով որոշակի ժամանակահատվածից սկսած հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդների ներկայությունից անուղղակիորեն որպես միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերություններում փորձում է դարձնել, ես շեշտում եմ փորձելը Թուրքիային, որովհետև Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ վերջի վերջո Ադրբեջանը պատերազմ կանի, թե չի անի, Ադրբեջանը փաստաթուղթը կստորագրի, թե չի ստորագրի, այդ հարցերը Ադրբեջանը այդ հարցերին պատասխան տալու է միայն այն բանից հետո, երբ որ ինքը դա վերջնականապես համաձայնեցնելու է Էրդողանի հետ։ Եվ հետևաբար Փաշինյանի ճակերտավոր դիվանագիտությունը Թուրքիայի հետ կապված նրանում է, որ ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարվելով Թուրքիային բարիացնել եւ Թուրքիային ուղերձ հղել, որ ինձանից ավելի պրոթուրքական կառավարություն այս երկրում չի լինելու եւ հետեւաբար քեզ խնդրում ենք մեծարգո Էրդողան,
որpիսի դուք մի քիչ քչացնեք Ալիևի ախորժակը եւ երաշխավոր կանգնեք այն փաստաթղթին, որը որ մենք փափագում ենք ստորագրել։ Սա է ցավոք սրտի իրականությունը եւ տեսեք փարիսեությունը ինչ մակարդակի է հասնում։ Փաշինյանը իր թիմը ասում են, որ մենք եվրոպական արժեքների կողմնակից ենք, մենք ուզում ենք Եվրոպական միության անդամ դառնալ, ինչ որ անհեթեթ տարօրինակ փաստաթուղթ են բերում ազգային ժողովում ամբողջությամբ հակասահմանադրական, այսպես կոչված ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ։ ԵՄ-ից էլ են հասկանում, որ դա ձևական ֆարս է։ Բայց իրենք հրաժարվում են եվրոպական միջնորդությունից։ Չէ՞ որ երբ որ բանակցությունները ինչ որ մի պահի, երբ որ Ռուսաստանի ազդեցության ոլորտից դուրս եկան, դա արվեց հենց ԵՄ-ի պահանջով եւ ԵՄ-ի նախաձեռնությամբ եւ Շարլ Միշելը, եվրոպական կառույցները ուղղակիորեն միջնորդ էին հանդիսանում այդ բանակցություններում, չէ՞։ Դե Ալիևի պահանջով ԵԱՀԿ Մինսկի խմբից էլ են հրաժարվում։ Հիմա Մինսկի խմբին մի հատ անդրադառնանք, բայց մինչև այդ ԵՄ-ն։ Տեսեք, ԵՄ-ն մասնակցում էր, հիմա չի մասնակցում։ Հարցը առաջանում ինչու։ Եթե Ալիևն ասում է, որ միայն միջնորդ պետք է լինի Թուրքիան, դու կարող ես դրան հակառակ ասել, որ ինչու միայն Թուրքիան, այդ դեպքում բերեք ԵՄ-ն էլ անենք, չէ՞, բայց ԵՄ-ի միջնորդությունից Փաշինյանը հրաժարվեց։ Չկա, ինքը բազմիցս պնդել է, որ մեր հարաբերությունները պետք է կարգավորվեն երկկողմանի կարգով, դեմ Հայաստան, Ադրբեջան ֆորմատով, ուրիշ ոչ մեկը։ Ինքը հրաժարվում է եվրոպական միջնորդությունից, հրաժարվել է, բայց փաստացի որպես միջնորդ է դարձնում եւ սա առաջին արտահայտությունը չէ, այնինչ որ դուք վկայակոչեցիք երեկվա իր խոսքը, առաջին անգամ չի որ ասում է, դարձրել է միջնորդ Թուրքիային մի պետության, որը որ երբևէ չի թաքցրել իր թշնամական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ, ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ ընդհանրապես հայ ժողովրդի նկատմամբ։ Հետևաբար այստեղ եւս ակնհայտ է, որ Փաշինյանի քաղաքականությունը ուղղված է միայն նրան, որպիսի ամեն գնով մուրա այդ փաստաթուղթը եւ այդ մուրալու մեխանիզմ նա որպես երաշխավոր տեսնում է միայն Թուրքիային։ Ինչ վերաբերում է եւ մեկ էլ Եվրոպական միության հետ կապված, մի քանի օր առաջ չէ, հայտարարվեց, որ եվրոպական, ըստ էության հայտարարվեց, որ երրորդ պետության որևէ ուժ չի կարող լինել հայ-ադրբեջանական սահմանին, հա, հիմա ակնհայտ է, որ կա միայն Եվրոպական միության այդ քաղաքացիական կոչված միսիա։ Դիտորդներ են, նրանք զինված ուժեր չեն։ Չէ, զինված ուժեր չեն, բայց ընդհանրապես որևէ ուժեր չպետք է լինեն այդ սահմանին։ Հիմա ինքը եվրոպական այդ մասնակցությունից էլ է հրաժարվում իրականում։ Հիմա ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ին, Մինսկի խմբին, արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբին, այսօր արդեն արտգործնախարարը հայտարարել է, որ հենց որ ստորագրենք այդ փաստաթուղթը, այո, իսկապես այլևս ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գոյությունը իմաստալից չի լինելու։ Այսինքն ուղղակիորեն արդեն իսկ հայտարարվում է, որ Արցախահայության իրավունքների հետ կապված որևէ խնդիր միջազգային մակարդակով չի կարող լինել, Հայաստանի Հանրապետությունը ստորագրելուց հետո ամբողջությամբ ձեռքերը լվանում է որպես իրավական պարտավորություն, որտեղ փաստացի ինքը դա վաղուց է արել, բայց արդեն որպես միջազգային իրավական պարտավորություն Հայաստանը հրաժարվում է դրանից։ Ուզում եմ հասկանալ, միայն Փաշինյանն ու Ալիևը կարող են փակել Մինսկի խումբը։ Չէ, միայն իրենք չեն կարող փակել, բայց եթե իրենք երկուսը համատեղ ասում են, որ այլևս որևէ վեճ չկա մեր միջև, հարց է առաջանում, թե նույն Ռուսաստանը կամ Ֆրանսիան կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որոնք համանախագահող պետություններ են, ինչ փաստարկ են բերելու, որպիսի պահպանեն այդ Մինսկի խումբը։ Միակ փաստարկը, որ այդ երեք պետությունները կարող են բերել, բայց երբևէ չեն բերի, դա լինելու է այն, որ Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքը, ագրեսիա է իրականացրել Արցախի հանրապետության նկատմամբ եւ հետեւաբար վեճը չի վերջացել, բայց Ալիևը պատասխանելու է, բայց գիտեք ինչ կա, վեճը
իմ եւ Ռուսաստանի միջև չէր, իմ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև չէր, իմ եւ Ֆրանսիայի միջև չէր, իմ վեճը Հայաստանի հետ էր, հայերի հետ էր։ Որն էլ մեզնից պահանջ չունի։ Ոչ մի պահանջ մեզնից չունի։ Նույն արգումենտացիայով Ռուսաստանը ի վերջո հանեց իր զորքերը Լեռնային Ղարաբաղից, որովհետեւ Պրագյան այդ փաստաթղթի ընդունումից հետո Ռուսաստանը հասկացավ, որ ինքը հիմար վիճակում է հայտնվել, եթե վեճ չկա Լեռնային Ղարաբաղի շուրջը, ապա այդ դեպքում ինչ գործ ունեն իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքում։ Հետևաբար Ռուսաստանից որևէ պահանջ, Ռուսաստանին պահանջ ներկայացնելը այդ առումով աբսուրդ է, այսինքն դուք գնում եք Պրագայում ստորագրում եք, հանում եք եւ ցանկացած այլ ասպեկտներով իհարկե անհետեթություն է։ Պարոն Պողոսյան, սա չի նշանակում արդյոք, որ ռուսական ռազմաբազայի հարցն էլ կլուծեն, այսինքն կհանեն, որտեղ երբ որ երրորդ երկրների զինված ուժերի մասին են խոսում, դա հենց ռուսական ռազմաբազ։ Դա վերաբերում էր իրականում հայ-ադրբեջանական սահմանին, այնքանով, որքանով ես պատրաստ եմ հավատալ, որ խաղաղության պայմանագրում հենց այդպես է գրված, բայց դա մի կողմ թողենք, դա եթե վերաբերում էր հայ-ադրբեջանական սահմանին ֆորմալ առումով Գյումրու ռազմաբազայի հետ կապ չունի, բայց ինձ համար ակնհայտ է 100%-անոց հավանականություն է, որ ինչ որ մի տեսանելի ժամանակահատվածում այդ բազան էլ չի լինելու, որովհետև եթե դու որպես Հայաստանի Հանրապետության պաշտոնական կառավարություն իդեմս Փաշինյանի երաշխավոր ես համարում Թուրքիային, այլ ոչ թե որևէ այլ պետության, այդ թվում Ռուսաստանին կամ նույնիսկ Եվրոպական միության որևէ պետության, այդ դեպքում հարցը առաջանում ինչ գործ ունի ռուսական բազան հայ-թուրքական սահմանի մոտ։ Չէ, էլի որևէ հիմք ռուսների համար մնալու այդտեղ չի կհանեն թուրքական բազա կդնեն։ Բնականաբար, եւ այդ ժամանակ արդեն լինելու է լիովին այլ իրավիճակ։ Մանավանդ, այո, Գյումրի-Երևան ճանապարհը ակտիվորեն սարքում են եւ նույնիսկ պետեկամուտների կոմիտեի նախկին ղեկավարը Դավիթ Անանյանը, որ որոշ ժամանակ Փաշինյանի կառավարության ժամանակ աշխատել էր այդ պաշտոնը զբաղեցրել էր, այո, նա ասաց, որ կա արտաքին պատվեր։ Հետևաբար Երևան-Գյումրի ճանապարհը իրենց պետք է Թուրքիային դա պետք է, չի բացառվում նաև զրահատեխնիկայի համար, տեղափոխման համար եւ այլն, արժևում Գյումրիի ընտրություններն են, պետք է մեր քաղաքացիները սա շատ լավ իմանան, հասկանան սրա կարևորությունը։ Մի քաղաքական հարց, որովհետեւ ձեր առաջին մասնագիտացմամբ կրթությամբ դուք քաղաքագետ եք, մենք առիթներ ունեցել ենք նաև քաղաքական թեմաներով խոսել արտաքին այդ թվում։ Արցախի հարցը կարող է միայն Ալիևն ու Փաշինյանը փակել, որովհետև ես որքան հասկանում եմ, ոչ Միացյալ Նահանգները, հավաքական արևմուտքը կամ ասենք, կամ հենց մասնավորապես Միացյալ Նահանգները, ոչ Ռուսաստանը, ոչ Ֆրանսիան չեն փակել։ Եվ Արցախի հարցը այ Արցախը ունի տարածաշրջանային կարևոր նշանակություն, տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, դեռ մի կողմ թողնենք, որ Հայաստանի անվտանգությունն էր ապահովում, Արցախը, այլ նաև տարածաշրջանային անվտանգության տիրույթում էր։ Դրանով էր այո, հիմա ինչ եք կարծում, այդ գերտերությունները, որոնցից որոշները ունեն հենց կենսական շահեր այստեղ, կթողնեն ինչ որ Փաշինյան ու ինչ որ Ալիև վտանգի, ռիսկի տակ դնի սեփական երկրի կամ սեփական շահերի անվտանգությունը, սեփական երկրի պատմությունը, հա, սա այդպես հեշտ է։ Գիտեք, շատ ծավալուն հարց է, պատրաստ եմ դրա վերաբերյալ մեկ այլ հարցազրույց տալ, որովհետև բազմաթիվ ֆակտորներից է կախված, կարճ ասած աշխարհաքաղաքական այն փոփոխությունները, որոնք հիմա նշմարվում են, անպայմանորեն բերելու են մի այնպիսի իրավիճակի, որտեղ այս տարածաշրջանի աշխարհաքաղաքական ուղղվածության հարցը հստականալու է։ Հիմա դեռ տարբեր խլրտումներ կան, Եվրոպական միությունն է ցանկանում, Բայդենի ադմինիստրացիան էր ցանկանում, լրիվ ուրիշ իրավիճակ է Տրամպի իշխանության գալուց հետո, ինչպիսին կլինեն զարգացումները, բարդ է ասելը, բայց որոշակի վեկտոր այնուամենայնիվ ուրվագծվում է։ Ակնհայտորեն Տրամպը ունի այն ինտերվենցիոնիստական քաղաքականությունը
աշխարհաքաղաքական բոլոր ռեգիոններում անպայման ներկա լինելու այդ մարմանջը, որ կար Ամերիկայի նախորդ վարչակազմերի կողմից, եւ ինչ որ մի պահի հստականալու է իրավիճակը այս տարածաշրջանում, եւ այդ պարագայում արդեն եւ Փաշինյանը եւ Ալիևը այնքան փոքր խաղացողներ են, որ իրանք չեն կարողանալու միայն որոշել, թե այս տարածաշրջանում ինչ զարգացումներ են լինելու, Արցախահայությունը վերադառնալու է, չի վերադառնալու է ինչ կարգավիճակով։ Մի խոսքով սա բավականին լայն թեմա է, որը կախված է նրանից, թե այնուամենայնիվ գեոպոլիտիկան ինչ ուղղությամբ է ընթանալու։ Հիմա նորից ասեմ, ընդհանրապես վեկտորներն են ուրվագծվում, բայց ակնհայտ է, որ ոչ Ալիևը եւ ոչ Փաշինյանը չեն կարող վստահ լինել, որ իրենց այսօրվա որոշածը եւ համաձայնեցվածը այդպես է լինելու նաեւ, ասենք, հաջորդ տարի, մի քանի տարի հետո, 5 տարի հետո եւ այլն։ Այնպես որ այդ հարցը նաեւ միջազգային հարաբերությունների տեսանկյունից, եթե նայենք, փակված չէ միջազգային իրավական առումով, որովհետեւ կա Արցախահայություն, որոնք ունեին իրավունք այնտեղ ապրելու, դրանից զրկված են, կա ՄԱԿ-ի արդարադատության դատարանի 2023 թվականի վերջի որոշումը, որ իրենք իրավունք ունեն վերադառնալու անվտանգ եւ երաշխավորված պայմաններով Արցախում ապրելու, այնպես որ այդ ամենը ապագայի խնդիր է, բայց ապագայի խնդիր կլինի Հայաստանի Հանրապետության համար միայն այն ժամանակ, երբ որ մենք չենք ունենա այսպիսի կառավարություն։ Իդեպ պատական չէ, որ Իրանից տարբեր գործիչներ նաև նշում են, որ չի բացառվում, եթե նույն Զանգեզուրի միջանցքով կամ այլ ուղղություններով Փաշինյանը քաղաքականություն վարի եւ գնա հանձնման Թուրքիային եւ Ադրբեջանին, չի բացառվում, որ իրենք կոշտ քայլերի դիմեն, այնպես որ լրիվ հասկանալի է իրենց շահերն են, այսինքն ուղակի շահերն են, ինչ որ Փաշինյան չի կարող, այսինքն ստացվում է, որ հայեր, եթե դուք ձեզ համար մեկ է ձեր տարածքը, ձեր երկիրը, ձեր շահերը, ապա մեզ համար մեկ չէ եւ մենք կդիմենք, հա, ուժի։ Եվ երբ որ ես աշխարհաքաղաքական զարգացումների մասին էի խոսում, դեռ պետք է հասկանանք, թե այնուամենայնիվ այն ֆորմատը, որը որ նշмарվում է Իրանի հետ կապված, խոսքը Տրամպի առաջարկության եւ կարծես թե Ռուսաստանի համաձայնության մասին է, որ իրենք միջնորդ հանդիսանան Ամերիկա-Իրան հարաբերություններում, դա ինչ հանգրվանի կհասցնի։ Հուսով եմ, որ Իրանի դիրքերը չեն թուլանալու այս տարածաշրջանում, որովհետեւ դա չի բխում նաեւ Ռուսաստանի շահերից։ Միգուցե միջազգային գործարքի հետ կապված որոշակի փոխհամաձայնությունների ռուսների շնորհիվ հնարավոր լինի հասնել Ամերիկայի եւ Իրանի միջեւ, եթե Իրանը պահպանի իր տարածաշրջանային դիրքերը, առնվազն հարավային Կովկասում, ապա Իրանը իսկապես ամեն քայլ ձեռնարկելու է, որպեսզի առնվազն իր սահմանը Հայաստանի հետ լինի կայուն, հաստատուն եւ փոփոխման ենթակա չլինի։ Պարոն Պողոսյան, ներքաղաքական կյանքում բուրըն բախումներ են, զարգացումներ են ցավալիորեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմերի միջև եւ արդեն իսկ абսուրդային հասնող հայտարարություններ են արվում, օրինակ ուզում եմ անդրադառնալ հատկապես Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների կամ չգիտեմ ֆանատների, ասեմ, երկրպագուների կողմից որոշ հարցազրույցներ են տրվում, որոնք, չգիտեմ, ուզում եմ հասկանամ ում շահերն են սպասարկում։ Օրինակ, որ այս սահմանադրությունը արվել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձնելու համար։ Նման հայտարարություններ է անում մարդ, որը ներկայանում է որպես փաստաբան, իրավաբան, չգիտեմ, նույնիսկ չարժի անունը հնչեցնել, չեմ էլ պատրաստվում հնչեցնել անունը, բոլորը վստահ եմ ովքեր հետևում են իմացան ում մասին է խոսքը եւ չգիտեմ ինչ դրդապատճառներ է ունեցել։ Բայց սա այս հայտարարությանը, անդրադառնանք, որ իբրև թե նախորդ սահմանադրությունը շատ լավն էր 2000 թվականի սահմանադրությունը փոփոխությունները, եւ ասում է, որ Քոչարյանը փաստորեն
2008-ին նորից առաջադրվելու իրավունք ուներ եւ 2015-ի փոփոխություններով այնպես արեց Սերժ Սարգսյանը, որ Քոչարյանը հանկարծ չառաջադրվի, չգա նորից իշխանության եւ որ Փաշինյանը դառնա վարչապետ։ Գիտեք, իսկապես դուք ինքներդ նշեցիք, որ ցավալի է, որ հրապարակայնորեն ընթանում է այսպիսի բանավեճ եւ այդ բանավեճը համոզված եմ որևէ օգուտ չի տալու ոչ երկրորդ նախագահին, ոչ երրորդ նախագահին եւ կարծում եմ ողջամիտ կլիներ, որպեսզի հենց իրենք այդ բանավեճը դադարեցնեին։ Պարզապես իրար հետ ուղակի կոնտակտների միջոցով, որովհետև ես կարող եմ պատկերացնել, որ իրենց շրջապատում մարդիկ կան, որոնք դրանով, այսպես ասած, ինչ-որ միավորներ են փորձում շահել։ Ես իմ անձնական կարծիքը ունեմ այդ վեճի վերաբերյալ, չեմ ցանկանում, որպեսզի դա դառնա հրապարակային քննարկման առարկա եւ չեմ ուզենա, որ ես հրապարակայնորեն հիմա դրա մասին խոսեմ։ Բայց այն ինչը որ դուք վկայակոչեցիք, ինձ էլ է հայտնի, լսել եմ նման հարցազրույց ու ինձ համար իսկապես շատ տարօրինակ է, որ իրավաբանը, փաստաբանը անում է պնդումներ, որոնք որ իրականության հետ որևէ աղերս չունեն, չեն էլ կարող ունենալ եւ դա պարզ պետք է լինի ցանկացած առողջ բանականություն ունեցող մարդու համար կամ տառաճանաչ։ Այո, տառաճանաչ մարդու համար, որը կարդալ գիտի եւ ունի տարական տրամաբանություն, հա։ Հիմա այն ինչ որ վկայակոչեցիք, տեսեք, 2005 թվականի սահմանադրությունը, իսկապես 2005 թվականի փոփոխություններով սահմանադրությունը լավ սահմանադրություն էր, համեմատած 95 թվականի հետ։ Հիմա ինքնագովեշ չլինի, ես 2005 թվականի փոփոխությունների մշակմանն էլ եմ մասնակցել։ Այնպես չի, որ պարզապես կարդացել եմ տեքստը ու իմ գնահատականն եմ ասում։ Հա, լավ է, որ այդ անձը գնահատում է 2005 թվականի փաստաթղթի ուրեմն դրական ուղղվածությունը համեմատած 95 թվականի հետ։ Բայց պնդել, որ դա նոր սահմանադրություն է, ընդհանրապես որևէ քննադատության չի կարող դիմանալ, որովհետև տեսեք, կա պրոցեդուրա սահմանադրության մեջ եւ 95 թվականի սկզբնական տեքստում եւ մինչեւ հիմա էլ հստակ տարանջատում կա, թե ինչ է նոր սահմանադրությունը, ինչ է սահմանադրության ընդունումը եւ ինչ է սահմանադրության փոփոխությունների ընդունումը։ 2005 թվականին մենք ունեցել ենք սահմանադրության փոփոխություն։ Ուրեմն այդ փոփոխությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ Եվրոպայի խորհուրդ ընդունվելուց հետո տարբեր Եվրոպայի խորհրդի եւ եվրոպական կոնվենցիայի դրույթներ արտացոլված չէին մեր սահմանադրությունում, առավել եւս հակասում էին Եվրոպական կոնվենցիայի որոշ դրույթների մարդու իրավունքների հետ կապված եւ Հայաստանի Հանրապետությունը իրականացրեց այդ սահմանադրական բարեփոխումը, սահմանադրության փոփոխությունը 2005 թվականին։ 2003 թվականին նման փորձ արվեց, ձախողվեց, այդ ժամանակ նախաձեռնությունը սահմանադրության փոփոխության հենց հանրապետության երկրորդ նախագահի կողմից էր, երբ որ դա տապալվեց, այնուամենայնիվ եվրոպական կառույցները, Եվրոպայի խորհուրդը առաջին հերթին, ԵԽԽՎ-ն հստակ պահանջներ դրեցին, նույնիսկ համապատասխան բանաձև ընդունվեց, որ այնուամենայնիվ պետք է շարունակել գործընթացը, պետք է սահմանադրությունը փոփոխել։ Եվ 2004 թվականի աշնանը այն ժամանակվա կառավարող կոալիցիան պատգամավորները ներկայացրեցին նախագիծ, որը հետագայում բարեփոխվեց եւ 2005 թվականի աշնանը ընդունվեց ազգային ժողովի կողմից որպես սահմանադրության փոփոխությունների նախագիծ։ Հենց այդպես էլ գրված է, այսինքն չի ներկայացվել նոր սահմանադրության կամ սահմանադրության նախագիծ, ներկայացվել է սահմանադրության փոփոխությունների նախագիծ։ Եվ այդ փոփոխությունների նախագիծը, ինչպես սահմանադրություններ պահանջում, դրվել է հանրաքվեի եւ 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով դա ընդունվել է։ Եվ արդյունքում մենք 2005 թվականին ունեցել ենք նույն 1995 թվականի սահմանադրությունը կատարված փոփոխություններով։ Դա չէր կարող լինել նոր սահմանադրություն, հետեւաբար եթե ինքը չէր կարող լինել նոր սահմանադրություն, ապա
որևէ հնարավորություն էլ այդ սահմանադրությունը իր փոփոխություններով հանդերձ հնարավորություն չէր ընձեռնում երկրորդ նախագահին երրորդ անգամ առաջադրվել հանրապետության նախագահ, որտեղ նա արդեն երկու անգամ անընդմեջ եղել էր հանրապետության նախագահ եւ 95 թվականի սահմանադրության սկզբնական տեքստը եւ 2005 թվականի սահմանադրության փոփոխված տեքստը այն հարցում թե ինչ պահանջներ են ներկայացվում հանրապետության նախագահին եւ ինչ նա չի կարող անել, որևէ փոփոխություն չի տեղի ունեցել։ 95 թվականի սկզբնական տեքստում գրված էր, որ հանրապետության նախագահը չի կարող երկու անգամ անընդմեջ ընտրվել, երկու անգամ ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահ, նույն դրույթը առանց որևէ ստորակետի փոփոխության եղել է նաեւ 2005 թվականի փոփոխությունների արդյունքում, այսինքն այդ հոդվածը չի պահպանվել է նույնությամբ։ Պահպանվել է նույնությամբ։ Հետևաբար 2008-ին Ռոբերտ Քոչարյանը չէր կարող առաջադրվել 2008 թվականին որևէ նման հնարավորություն, որը կհամապատասխաներ սահմանադրությանը, չկար եւ երկրորդ նախագահը չէր կարող երրորդ անգամ առաջադրվել հանրապետության նախագահ։ Սա այնքան պարզ աքսիոմատիկ է եւ հստակ է գրված, որ պարզապես զարմանալի է, որ փաստաբանը, իրավաբանը կարող է նման պնդում անել։ Հիմա ինչ վերաբերում է, որ փոփոխություններն արել են, որպեսզի նոր սահմանադրություն են բերել, որպեսզի Փաշինյանին վարչապետ դարձնեն։ Սա իսկապես հեղափոխական ինչ-որ հայտարարություն է, որովհետև մինչև հիմա միշտ եղել է, որ սահմանադրության փոփոխությունները կարվել են Սերժ Սարգսյանի հագով, որը իրականության հետ չի համապատասխանում, բայց որ 2013 թվականից օրինակ հանձնաժողովի անդամները ներառյալ ես հանկարծ մտածեինք, որ մենք սահմանությունը փոխում ենք, որ ինչ որ Նիկոլ Փաշինյան գա իշխանության, դրա համար մենք սահմանությունը փոխում ենք, պարլամենտական համակարգ ենք ստեղծում, որ ինքը դառնա վարչապետ, այդ արդեն, չգիտեմ, անհետեցությունների ժանրից է։ Տեսեք, ասվում է, որ արգումենտացիան որն էր, ասվում էր, որ դա արվել է այն բանի միջոցով, որ հանվել է վարչապետի համար նախատեսված բարձրագույն կրթություն ունենալու պահանջը, բայց հարց է առաջանում, հարգելի փաստաբան, դուք կարդացել եք նախորդ տեքստերը սահմանադրության կամ մեր օրենսդրության եւ արդյոք այնտեղ որևէ դրույթ եք տեսել այն մասին, որ վարչապետը կամ հանրապետության նախագահը կամ падգամավորը պետք է այդ պաշտոնները զբաղեցնելու համար ունենան բարձրագույն կրթություն։ Նման բան երբևէ չի եղել։ Հիմա փաստերով ես անդրադառնամ դրան, որովհետև այն թեզը, որ բարձրագույն կրթության պահանջը հանվել է Փաշինյանի, հանվել է եւ դա սխալ է եւ դա հնարավորություն տվեց Փաշինյանին դառնալ վարչապետ, ես անցյալում եմ լսել իրավագիտության հետ որևէ առնչություն չունեցող մարդկանց շուրթերից։ Բայց հիմա երբ որ ասվում է, որ դա դիտավորյալ կերպով արվել է նրա համար, որ Փաշինյանը օգտվի դրանից, սա իսկապես նորամուծություն է։ Իսկապես այդ առումով կարող են գլխարկը հանել, ասել բրավո փաստաբան, դուք ինչ որ նոր վերսիա եք հիմա բերում, որ սահմանությունը փոխվել է Փաշինյանի համար։ Տեսեք, 1995 թվականի սահմանադրության սկզբնական տեքստում, այսինքն այն ձևով, որ սահմանությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ում, որևէ պահանջ կառավարության անդամի նկատմամբ ամրագրված չէ։ Այդ սահմանադրության մեջ եւ նաեւ 2005 թվականի փոփոխությունների արդյունքում ընդհանրապես ասվում է այն մասին, թե ինչ չի կարող լինել կառավարության անդամը, այսինքն սահմանված են միայն անհամատեղելիության պահանջները։ Եթե դու կառավարության անդամ ես, դու չես կարող լինել ներկայացչական մարմնի անդամ, ինչպես գրված էր 95 թվականի սահմանադրության սկզբնական տեքստում եւ որոշակի վերաձևակերպումներով 2005 թվականի սահմանադրության համապատասխան հոդվածում, հա, այսինքն պարզ լեզվով ասած կառավարության անդամը չէր կարող լինել падգամավոր, չէր կարող լինել, ասենք, ինչ որ
չէր կարող որևէ վճարովի աշխատանք կատարել 2005 թվականին վճարովի աշխատանքին ավելացավ ձեռնարկատիրական գործունեության արգելքը, որ դու չես կարող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել եւ ինչ վերաբերում էր վճարովի աշխատանքին արվեց բացառություն, որ եթե այդ վճարովի աշխատանքը գիտական ստեղծագործական աշխատանք է, ապա դա թույլատրվում է կառավարության անդամի համար։ Եւ այլն։ Բայց սահմանադրության մեջ, ոչ 1995 թվականի սահմանության մեջ, ոչ 2005 թվականի սահմանադրության մեջ որևէ դրույթ չկար, թե ով կարող է լինել կառավարության անդամ, պոզիտիվ առումով, դրական առումով, որ ասենք ինքը պետք է որոշակի տարիքային ցենզ ունենա, որ ինքը պետք է որոշակի կրթական ցենզ ունենա, որ ինքը պետք է ասենք հայոց լեզվին տիրապետի եւ այլն 95 եւ 2005 թվականների սահմանադրության վիճակով նման բաներ կառավարության անդամների համար չի նախատեսված եղել։ Հետևաբար կառավարության անդամի համար նախատեսված չէր կարող լինել եւ չկար բարձրագույն կրթություն ունենալու ցենզ։ Հիմա տեսեք 2015 թվականին ինչ է փոխվել։ Եկեք անդրադառնանք արդեն գործող սահմանության տեքստին։ Մինչ այդ ասեմ, որ եւ 95 թվականին եւ 2005 թվականին սահմանադրությունը որոշակի պահանջներ էր նախատեսում ազգային ժողովի падգամավորի համար։ Ազգային ժողովի падգամավորի համար եւ 95-ին եւ 2005-ին եւ նաեւ հիմա նախատեսված է, որ падգամավոր կարող է լինել միայն այն անձը, այն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որի 25 տարին լրացել է։ Հա? Եվ որը որ ասենք որոշակի ժամանակահատվածով մշտական բնակություն է ունեցել Հայաստանում, միշտ եղել է վերջին 5 տարում 95 թվականին, վերջին 4 տարում 2005 նույն վերջին 5 տարում 2005 թվականին եղել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ 2005 թվականի սահմանադրության փոփոխությունների տեքստում միայն փոփոխություն կա այդ առումով, որ ասում է, որ նա պետքա լինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որտեղ մենք երկքաղաքացիությունը թույլ տվեցինք, 95 թվականի երկքաղաքացիություն չկար, բնականաբար երբ որ մենք ասում էինք վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ապա դա կարող է լինել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ 2005-ի համար մենք նախատեսեցինք, որ պետքա լինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քանի որ երկքաղաքացիության ինստիտուտը չէր արգելվում արդեն սահմանության փոփոխությունների արդյունքում։ Հիմա падգամավորի համար եղել են պահանջներ։ Այդ պահանջները ոչ 95-ին, ոչ 2005-ին չեն տարածվել կառավարության անդամի վրա։ Տեսականորեն հնարավոր էր, որ 95 թվականին կամ 2005 թվականին կառավարության անդամ կամ վարչապետ դառնար մի անձ, որի 18 տարին լրացել էր։ Պակաս հնարավոր չէր, որովհետև пассив ընտրական իրավունքը սահմանված էր որպես 18 տարին լրացած, այսինքն չափահասության աստիճանը։ Այդ դրույթը չի փոփոխվել 18 տարին, եղել է եւ 95-ին, եւ 2005-ին, եւ 2015-ին։ Հիմա 2015-ին ինչը փոփոխվեց։ Ընդհանրապես սահմանադրության մեջ 148-րդ հոդվածում հստակ ամրագրվեց, որ կառավարության անդամի համար նույնպես գոյություն ունեն պոզիտիվ դրական պահանջներ եւ այդ դրական պահանջները իդենտիկ են, նույնական են այն պահանջների հետ, որոնք ներկայացվում են падգամավորին։ Իսկ падգամավորի համար պահանջները ամրագրված են սահմանության 48-րդ հոդվածում, երկրորդ մասում, որտեղ ասվում է, որ падգամավոր, ազգային ժողովի падգամավոր կարող է լինել միայն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը որ վերջին 5 տարում մշտապես բնակվում է Հայաստանում, վերջին ներողություն 4 տարում ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, վերջին 4 տարում ունի ուրեմն մշտական բնակություն Հայաստանի Հանրապետությունում եւ այլն։ Հայերենին տիրապետող եւ ավելացել է, այո, եւ ավելացել է այն կարևոր դրույթը, որ ինքը անպայմանորեն պետք է տիրապետի հայերեն լեզվին, որտեղ մենք հայոց լեզվի դերը մեր սահմանադրությունում ավելի 2015 թվականի փոփոխություններում ընդգծել ենք եւ շեշտել ենք, որ ցանկացած ուրեմն ընտրովի պաշտոն զբաղեցնող անձ, լինի դա падգամավոր, լինի դա կառավարության անդամ կամ լինեն այսպես կոչված ինքնավար մարմինների ուրեմն պաշտոնատար անձինք, իրենք պետք է տիրապետեն հայերենին։ Հիմա երբ որ մենք 148-րդ հոդվածով ըստ էության հղում ենք անում
Սահմանության 48-րդ հոդվածին ստացվում է, որ կառավարության անդամը պետք է ուրեմն առնվազն 25 տարին լրացած անձ լինի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինի, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինի, վերջին 4 տարում ունենա մշտական բնակություն Հայաստանում եւ լինի եւ տիրապետի հայերեն լեզվին։ Հիմա ես հուսով եմ կարողացա պարզ հասարակ լեզվով ցույց տալ, որ ոչ 95 թվականին, ոչ 2005 թվականին, ոչ 2015 թվականին բարձրագույն կրթություն ունենալու պահանջ ոչ падգամավորի եւ ոչ էլ կառավարության որևէ անդամի նկատմամբ նախատեսված չի եղել։ Եվ հետեւաբար պնդել, որ 2015 թվականին հանկարծ ուրեմն վարչապետի համար հանվել է բարձրագույն կրթություն 95 թվականից են այդ մտածել, տեսեք, որ բարձրագույն կրթություն չունենա։ Հիմա էլ ասեն, 95 թվականից որոշել էին, տեսեք, ստացվում է, որ Նիկոլը գա։ Այո, 2015 թվականին հստակ ամրագրվել է, որ կառավարության անդամը պետք է համապատասխանի падգամավորին ներկայացվող պահանջներին 148-րդ հոդվածի առաջին մաս։ Հիմա падգամավորին ներկայացվող պահանջները սպառիչ կերպով սահմանված են 48-րդ հոդվածի երկրորդ մասում, բարձրագույն կրթություն բառը այդտեղ փնտրելը անիմաստ է, չկա որովհետև բարձրագույն կրթություն բառը կա այլ սահմանության այլ դրույթներում, բայց դրանք չեն վերաբերում ոչ падգամավորին, ոչ կառավարության անդամին, ոչ էլ հանրապետության նախագահին։ Պարզ ասած, ոչ 95 թվականի, ոչ 2005-ի, ոչ 2003-ի, չէ, 2005-ի 95, 2005, 2015 հեշտ է։ Ոչ մեկի մեջ չի եղել պարտադիր բարձրագույն կրթության մասին պահանջ։ Հիմա այդ պարոնը որ սահմանադրությունը նախկին ոստիկան, հա, այսպես ասեմ, ոստիկան փաստաբանը, երբ որ պնդում է, որ Սերժ Սարգսյանը ուներ բարձրագույն կրթություն, հետևաբար դա փոխվել է, իրան պետք չէր փոխել է Նիկոլ Փաշինյանի համար իբրև թե որ 18 թվականին գա վարչապետ դառնա, հա, չգիտեմ ես որտեղից է բռնել։ Զգուշացեք ոստիկաններից։ Պնդում էլ կա, էլի որ էլի նույն տիեզերական մասշտաբի անհեթեթություն է, որը անում է այդ փաստաբանը, հետեւյալն է։ Ասում է, եկեք ու տեսեք, որ 2015 թվականի սահմանադրությունը բարձրագույն կրթության պահանջ է նախատեսում, ուրեմն նախարարի համար, բայց վարչապետի համար չի նախատեսում։ Սա որտեղից վերցրեցիք։ Էլի հստակ գրված է սահմանադրության մեջ, որ 148-րդ հոդվածի առաջին մաս, որ կառավարության անդամը պետք է համապատասխանի։ Հիմա եթե վեճը կառավարության անդամի մասին է, կառավարության անդամի հասկացությունն էլ հստակ կա մեր սահմանադրությունում։ Հստակ ասվում է սահմանադրությունում, թե կառավարությունը ումից է բաղկացած, կառավարությունը բաղկացած է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից, եւ հստակ նաեւ սահմանադրության մեկ այլ հոդվածի նույնիսկ վերնագրում, եթե ուշադիր կարդան, հստակ երևա, որ վարչապետն էլ է կառավարության անդամ, որտեղ գրված է, ասենք 153-րդ հոդվածի վերնագրում, վարչապետի եւ կառավարության մյուս անդամների իրավասությունները։ Այսինքն որևէ վեճել չի կարող լինել, թե կառավարության անդամը մենակ նախարարն է, բայց նույնիսկ եթե այդ պարագայում փաստաբանի ասածը ճիշտ լիներ, պետք է սահմանադրությունում գրված լիներ, որ նախարարը պետք է ունենա բարձրագույն կրթություն, բայց դա էլ չկա։ Հետևաբար այստեղ բանավիճել ինչ որ կոնսպիրոլոգիական տեսություններ հորինել, որ սահմանադրությունը 2015 թվականի փոփոխվել է հենց այդ նպատակով, որ Փաշինյանի ապագա վարչապետությունը, այդտեղ մենք պետքա Նաստրադամուս լինեինք ու իսկապես 2013 թվականից սկսած Դուք 13-ից եք ասում, 95-ից սկսած պետք է Նաստրադամուս լինեին։ Հիմա մեղքը բարդվում է 15 թվականի փոփոխություններին, որտեղ ասում է, որ 95-ին 2005-ին կար, բայց չկար։ Եվ դա սուտ է ասում։ Եվ տեսեք, դա չի եղել ոչ սահմանադրությունում, ոչ էլ որևէ օրենքում, չէր էլ կարող լինել, որովհետև սահմանադրությունը թույլ չէր տա, որովհետև սահմանությունն է սահմանում այդ պահանջները, առնվազն 95-2005 թվականին չէր կարող լինել падգամավորի նկատմամբ, կառավարության անդամի նկատմամբ տեսականորեն կարող է լինել, բայց չի եղել, եւ ասեմ ավելին,
նման պահանջ երբևէ գոյություն չի ունեցել Հայաստանում։ Վերցնենք նաև Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը 1920 թվականի նոյեմբերի 29-ից սկսած մինչև վերջացրած խորհրդային Հայաստանի վերջին օրը նման պահանջ չի եղել ոչ խորհրդային Հայաստանի 22 թվականի սահմանադրությունում, ոչ 1937 թվականի, ոչ էլ 1978 թվականի սահմանադրություններում եւ չի եղել նաեւ որևէ օրենքում կամ ենթաօրենսդրական ակտում։ Չի եղել նման պահանջ եւ հետեւաբար այստեղ պարզապես տարօրինակ է, որ նման թեզ է առաջադրվում եւ այդ թեզի հիման վրա հերուն գնացող հետևություններ են արվում, թե ինչու է 2015 թվականի սահմանադրության փոփոխությունը։ Ես շատ ցավում եմ, որ երկրորդ նախագահի թիմում, որովհետև գոնե իր օրինակ, գործով դատավարության ընթացքում ներգրաված են լուրջ փաստաբաններ, իրավաբաններ, ես զարմանում եմ, որ այս պարոնին են հիմա այս առաքելությունը տվել, որը ուղղակի տարական անգրագիտություն է, պարունակում, տարաճանաչության արդեն հարց է առաջանում։ Եվ քանի որ մեր ժամանակը շատ կարճ է, մի դրվագել եմ էլի այնուամենայնիվ ուզում անդրադառնամ, ես կներեք, որ այս թեման բացում եմ։ Նաև ասում է, որ փաստորեն Փաշինյանին, որ մարտի 1 իրադարձություններից հետո համաներում է արվել, դրանով էլ էին նախապատրաստում վարչապետի։ Հա, ես հանել եմ համաներման տարեթվերով, որտեվ ախր լավ, գոնե մենք հիշողություն ունենք, եղել ենք այդ ժամանակ, մենք հիշում ենք ինչպես է եղել, տեսել է համաներում քանի անգամ է տրվել, ինչպես է արվել։ Հա, հիմա սրա վրա կառուցել, որ Սերժն է բերել Նիկոլին, գիտեք ինչ տպավորություն է, որ ուզում են անպայման բան անեն, Սերժն է բերել։ Մի բան, այդ մարդիկ գալիս են երբեմն, այդ շրջանակներից գալիս են, բացատրում են աշխարհաքաղաքական տարածաշրջանային ինչ խնդիրներ են լուծում, մեկ էլ ասում են Սերժն է բերել։ Հիմա Սերժը այդպես նույնիսկ գերհզոր դեմք է, որը կարողանում է աշխարհաքաղաքական process-ներ կառավարել, բան աշխարհաքաղաքական կենտրոններին է կուրացիա անում։ Հա, ես չեմ հասկանում իրենց։ Ինչ է նշանակում համաներում արվեց, դրանով նախապատրաստելով Փաշինյանին բերելով իշխանության։ Դե ես էլ տրամաբանությունը չեմ տեսնում, ասվում էր այն մասին, որ տեսեք իբր, երբ որ ասենք առավելագույնը 10 տարի ազատազրկման դատապարտման ենթարկված անձանց նկատմամբ է համաներում կիրառվել, միշտ 1/3-ի կրած պատժաչափի 1/3-ն է հաշվի առնվել այդ համաներման ակտերում, բայց եկեք ու տեսեք, որ 2011 թվականին դիտավորյալ արվել է 1/4-ը կրած պատժաչափի, որպեսզի Փաշինյանը ազատվի, բայց դա էլ է սուտ, որովհետև Փաշինյանը իրականում ազատվել է կոպիտ ասած 1/3-ով, պարզ լեզվով ասած, եւ որևէ բացառություն հատուկ ինչ որ կանոն, որպեսզի անմիջականորեն տարածվել Փաշինյանի վրա չի եղել։ Երբ որ մենք նայում ենք մեր անկախ Հայաստանի Հանրապետության պատմությունում ուրեմն համաներման ակտերը, այդտեղ միշտ 10 տարվա ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ կամ որոշ ժամանակ կիրառվել է կրած պատժաչափի կեսը եւ եթե կեսը տրված պատժի տվյալ անձը արդեն կրել է, քրեակատարողական հիմնարկում նա օգտվում էր այդ համաներման ակտից կամ 1/3-ը։ Այսինքն այս պարագայում էլ Փաշինյանը իրականում 2011 թվականին, եթե հիշողությունս չի դավաճանում, ազատվել է երկու անգամ է կրել, մեկը 2009-ին, մեկը 2011 թվականին, բայց դա եղել է 2009 թվականին ինքը երբ որ դատապարտվել է, 10 թվականին քրեական դատարան, վերաքննիչ դատարանն է այդ համաներման ակտը կիրառել իր նկատմամբ, հա, այնպես որ այստեղ էլ որևէ բացառություն օրենսդրական մակարդակով կամ որևէ այլ մակարդակով էլի չի արվել, եւ այստեղ առավել եւս զարմանալի է, որովհետեւ այդ փաստաբանը քրեական իրավունքի մասնագետ էր, գոնե այդ մասով ինքը պետք է ճիշտ ինֆորմացիան ունենար եւ նման անհիմն անհեթեթ պնդումներ չաներ, բայց արվել է։
ցավոք որը օգտագործվում է քաղաքական նպատակներով, հա, բայց այդ թե սա ինչ նպատակի կարող է ծառայել, այս ամեն ինչ, այս մանիպուլյացիաները արդեն շատ վտանգավոր է գլխին ընկնել, որովհետև կարծես նորից 2018-ի կրկնություն է տեղի ունենում։ Իմ աչքի առաջ տեղի ունենում 2018-ի հա նախահեղափոխական շրջանին են գալիս, երբ որ այդ հեղափոխություն կոչվածը արվեց ու շատ վտանգավոր process է, պետք է երևի զերծ մնանք կարողանան մասնագետները խոսել, հա, ես անկեղծ ասած շատ մասնագետների դիմել եմ այս օրերին, ձեզ էլ որ ասի դուք չէիք ուզում խոսել, հա, որտեվ ասում եք անհեթեթության, այսինքն վիրավորում եք մեր մասնագիտությունը, ասում են, որտեվ հիմարություն մեկնաբանելը հրաժարվում եք, բայց ինչ որ իմաստով պետք է բացատրվի, պարոն Պողոսյան։ Այո, բայց միևնույն է, պետք է ես նորից եմ ուզում ընդգծել այդ միտքը, որ հնարավորինս շուտ այս բանավեճը դադարեցվի, որովհետև դա պարզապես տանում է նրան, որ Հայաստանում քաղաքական այլընտրանքը գնալով ոչնչանալու է, եւ եթե այդ կռիվը այդպես էլ շարունակվի եւ փոխհամաձայնությունների չգան, ապա դա կործանարար հետևանքներ է ունենալու նաև ընդդիմադիր դաշտի համար։ Դրա համար պետք է հնարավորինս իսկ ընդդիմադիր դաշտը փաստորեն քաղաքական միակ այսպես ասենք եղած ուժն է, որը դիմադրում է այս պրոթուրքական, ադրբեջանա-թուրքական այս իշխանություններին։ Շնորհակալ եմ, պարոն Պողոսյան, շատ հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտող, իմ հյուրն էր քաղաքագետ, միջազգային իրավունքի մասնագետ եւ սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։ Կհանդիպենք հաջողություն ձեզ։ Զգուշացեք ոստիկան փաստաբաններից։